Բարև ձեզ, ես Դենիելն եմ, ես այսօր կներկայացնեմ իմ ամանորյա գիրքը։ Ինչպես է այն կոչվում։ Ալքիմիկոսի ոսկե ափսեն։ Եվ ում մասին է պատմում։ Ավետիս Զիլջանի։ Ավետիս Զիլջանը ով էր, ինչով էր հետաքրքրվում։ Ալքիմիայով։ Նա ուզում էր տարբեր անազնիվ մետաղներից ինչ ստանալ։ Ոսկե։ Բայց արդյունքում ստացավ ծնծղան։ Ինչպես ստացավ, քանի մետաղի խառնուրդից ինչ ստացավ։ 3 մետաղից։ Ինչ ստացավ 3 մետաղի խառնուրդից։ Ծնծղան։ Որոնք էին այդ 3 մետաղները։ Արծաթ, պղինձ, անագ։ Ապրես։ Երբ որ նա ստեղծեց ծնծղաները սկզբից, դա ինչպես էին օգտագործում։ Երբ որ Թուրքիայում օգտագործել էին թշնամին վախենար և փախներ։ Այո, դա որ դարում էր։ 17 դարում։ Իսկ արդեն 18-րդ դարում ինչպես են սկսում ծնծղաները օգտագործել Եվրոպայում։ Որպես երաժշտական գործիք։ Այո, և շատ հայտնի կոմպոզիտորներ օգտագործում էին այն իրենց օրկեստրներում, չէ՞։ Իսկ ինչպես էր Զիլջաների ընտանիքում ծնծղա պատրաստելու գաղտնիքը փոխանցվում։ Հորից ավագ որդուն։ Այո, իսկ երբ որ 19-րդ դարում հայտնի են դառնում ռոքը և ջազը, պահանջարկը շատանում է, թե քչանում ծնծղաների։ Մեծանում է։ Այո, սկսում են ավելի շատ օգտագործել ծնծղա։ Դենիել, իսկ ավետիս 3-րդի օրոք ինչ է տեղի ունենում։ Նա գաղտնիքը փոխանցում է իր 2 որդուն։ Որոնք հետո առանձնանում են և սկսում են աշխատել առանձին։ Որովհետև կռվել էին, չէ՞ իրար հետ։ Եվ ինչով կամփոփես քո գիրքը, քեզ ամենաշատը գրքում ի՞նչն է հետաքրքրել։ Ծնծղան։ Ինչով է այն քեզ հմայել։ Նա ինձ հմայել է, որ նա ոսկի գույնի էր։ Բայց ոսկի չէր, չէ՞։ Այո։ Հաջող ձեզ։